Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Քոչինյան հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչինյան, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Խոզնավարի ուղղությամբ եւ վնասվել է բնակելի տուն։ Սա վերջին ամիսներին առաջին դեպքը չէ, արդեն կրկնվող է։ Պատճառը կարող եք սրա գտնել, բացատրությունը որն է, ինչու են սա անում, արդյոք իրավիճակը կարող է գնալ սրման։ Գիտեք, եթե իրադարձությունը լիներ մեկ անգամյա, այլ ոչ թե բավականին սիստեմատիկ մի երևույթի մաս, մենք կարող ենք սա ինչ որ չափով վերագրել տեղական ստորաբաժանումների անկազմակերպ, ինչ որ, չգիտեմ, այսպես կանոնադրական հարաբերություններից դուրս պահելաձևի վրա, բայց ամեն դեպքում մենք գործ ունենք անցնող ամիսների ընթացքում այլևս սիստեմատիկ որոշակի բնույթի իրադարձությունների հետ, եւ սրա մեջ ես տեսնում եմ նաեւ որոշակի քաղաքական համատեքստ։ Եթե դուք նկատեցիք, բառացիորեն նախորդ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը արեց հայտարարություն, եթե չեմ սխալվում, հենց նախարարի մակարդակով, որ Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ լարված եւ ըստ իրեն այդ իրավիճակը դեռ լարվելու է։ Ու սա արվում է ինչ համատեքստում է հայտարարությունը, ռուսական կողմը ցանկանում է տեսնել հայկական կողմից օգնության կանչ, որ եկեք մեզ փրկեք։ Իհարկե ուրիշ բան, որ անցնող 300 տարվա մեջ ինչքան մեզ փրկել են մեր տարածքները, այդքան վերջացել են։ Հիմա ուղղակի էլ տեղ չկա մեզ փրկելու, էլ տեղ չունենք, էլ հող չունենք էլ հանձնելու, որ կան մեզ մի հատ է փրկեն, էլի փոքրն է Հայաստանը, բայց ընդհանուր առմամբ միտումը այդ քաղաքական հայտարարության իհարկե դա է եղել։ Հիմա դրանից հետո տեսնում ենք այս հերթական սրումը։ Ես այստեղ որոշակի ուրեմն համատեքստ տեսնում եմ հայտարարության եւ Ադրբեջանի կողմից նման սրացման գնալու, այս առաջին էլեմենտը, որ կուզեմ արձանագրել, եւ երկրորդ էլեմենտը, որ կուզեմ արձանագրել, իսկ ինչ անել սրա հետ։ Ես կարծում եմ, որ ամենասխալ պահելաձևը այս իրավիճակից ինչ որ այսպես պանիկա բարձրացնելն է եւ ասելն է, որ այ տեսեք, ընդ որում դա արվելու է Հայաստանում, լինելու են քաղաքական ուժեր, լինելու են քաղաքական գոշտեր, որոնք այս հիմա այդ նկարները դնեն, ասեն, այ էսա ձեր խաղաղությունը, այ էսա, տեսեք, այ որ այդքան ասում եք խաղաղություն, ձեր բանակցած խաղաղությունն էլ սա է։ Ու դա էլ է իրականում այդ համատեքստի մասը։ Այ տեսեք հայտարարությունը, կրակոցը ու օգտագործվող ապուշները Հայաստանում, որոնք այդ ամեն ինչի փաթեթավորման վերջին բանտիկն են, այսպես ասեմ։ Բայց պետք է անել ճիշտ հակառակը, պետք է լինել զուսպ եւ ուրեմն այսպես հաշվարկող, որևէ կերպ ինչ որ պանիկայի տրվել բնականաբար պետք չէ, շարունակում ենք աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ, դրան զուգահեռ շարունակում ենք աշխատել Հայաստանի դիմադրունակության ավելացման ուղղությամբ, բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակել պետք է եւ ես չեմ կարծում թե նման սրացումները ճանապարհ են հարթում դեպի մեծ էսկալացիայի հավանականությունը ես անձամբ շարունակում եմ գնահատել բավականին ցածր։ Հիմա եթե մենք Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը վերցնենք, որ Սյունիքում շարունակում է մնալ լարվածություն, այն դեպքում երբ փաստացի հողի վրա այդ լարվածությունը որպես այդպեսին չկար։ Դա Ադրբեջանի համար էր մեսիջ եւ Ադրբեջանն այդ հայտարարությունից է օգտվել թեկուզ անուղակի, թե ես սխալ հասկացա ձեր միտքը։ Այն որ Ռուսաստանը ուզում է լարվածություն, դա հստակ է։ Այսինքն կապ չունի Ռուսաստանի համար ով կկրակի, հայկական կողմը կկրակի, ադրբեջանական կողմը կկրակի, այնտեղ ինչ որ երրորդ ուժ կլինի, որը կկրակի, դա իրական չի, ռուսական կողմը պետքա որ լինի կրակոց, պետքա որ լինի էսկալացիա, որտեղ կոնֆլիկտի հանգուցալուծումը չի ելնում Ռուսաստանի տարածաշրջանային շահերից։ Ռուսաստանի համար կա երկու տարբերակ է տարածաշրջանի ապագայի, դա կամ կոնֆլիկտով ապագան է տարածաշրջանի, կամ Ռուսաստանի ներսում ապագան է։ Այ միակ տարբերակը, որում Ռուսաստանի շահերից կլինի կոնֆլիկտի հանգուցալուծումը, դա այն տարբերակն է, որ ամբողջ տարածաշրջանը ուղղակի Ռուսաստանի ինչ-որ մի մասն է։ Ինչպես եղել է խորհրդային կայսրության տարիներին, հա։ Ադրբեջանի համար ցանկացած պարագայում փորձել որոշակի ուժային գերակայության հասնել, ցանկացած պարագայում փորձել Հայաստանին պահել այսպես, գիտեք, պարտադրվածի, ճնշվածի, վախեցածի կարգավիճակում իրենք էլ դա օգտագործել են ցանկացած հնարավորության դեպքում։ Եվ այն պահերին, երբ որ Ռուսաստանի շահն ու Ադրբեջանի շահը համընկնում է, Ադրբեջանը փորձել է դա օգտագործել։ Այնպես չի, որ Ադրբեջանը ստիպված է դա անում։ Ադրբեջանը շատ ավելի դիմադրունակ երկիր է, քան Հայաստանը, եւ Ադրբեջանը շատ ավելի անկախ երկիր է, քան Հայաստանը, եկեք իրենց անուններով կոչենք, հա։ Այնպես որ այն դեպքերը, որ Ադրբեջանը գրում է նման էսկալացիաների, ինքը գրում է նման էսկալացիաների, որ կա շահերի համընկնում Ռուսաստանի հետ։ Իսկ դեպի դեպքում ինչպես նշեցի, Ռուսաստանին պետք է որ լինի կոնֆլիկտը, Ադրբեջանն էլ այս պայմանությամբ իր համար պերմանենտ ունի նպատակ անընդհատ ճնշված պահել Հայաստանը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարն էլ էր հայտարարում, մինչև այս ամբողջը կրակոցները, մինչև Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությունը հայտարարեց պետքարտուղարը, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ կա եւ իրենք ներգրավված են ռազմական բախումը կանխելու մեջ։ Սա ինչի մասին է խոսում։ Սա զգուշացում է։
մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը բնական է, որ կա էսկալացիայի վտանգ, ավելին նույնիսկ խաղաղության առհասարակ չէր ասվում, չէ, կարծես թե ներկա պահի դրությամբ էր իրավիճակի գնահատում արվում։ Մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, տեսեք, այս պայմանությամբ այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք, չի կարելի անվանել խաղաղություն։ Դա Ադրբեջանն է այս իրավիճակը անվանում փաստացի խաղաղություն։ Ես այս իրավիճակը անվանում եմ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ։ Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը ունի շատ այսպես հեշտ էսկալացիայի հնարավորություն եւ ունի դեպի խաղաղություն աճելու հնարավորություն։ Հիմա այս պայմանությամբ ես ինչքանով որ հասկանում եմ, Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան իր արչեւ հստակ դրել է նպատակ, եթե կուզեք մինիմալ նպատակ, թույլ չտալ էսկալացիա։ Դեռ հստակ չի էստիս իրենք իրենց արչեւ դրել են նպատակ եւ արդյոք պատրաստ են այդ նպատակին սպասարկելու համար բավականաչափ քաղաքական էներգիա ծախսել խաղաղության հասնելու համար։ Այս երկուսը տարբեր բաներ են, հա, թույլ չտալ էսկալացիա եւ հասնել դեպի խաղաղություն։ Այս առաջին ինձ բավականին հստակ է, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան իր արչեւ դրել է որպես նպատակ եւ այդ համատեքստում եմ ես տեսնում պետք է արտուղարի հայտարարությունը, ոչ թե դա ինչ որ նախազգուշացում է, որ պատերազմ է լինելու եւ այլն, այլ դա արձանագրումն է այն փաստի, որ Միացյալ Նահանգները իր արչեւ դրել է նպատակ թույլ չտալու Հարավային Կովկասում էսկալացիա հայ-ադրբեջանական խոշոր հակամարտություն։ Բոլոր կողմերը, պարոն Քոչինյան, խոսում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը նպաստելու պատրաստակամության մասին, բայց կողմերը բոլորը էլի մեկը արձանագրում է լարվածության աճ, մեկը խոսում է այն մասին, որ կարող է հակամարտության բռնկման ռիսկ լինել եւ այլն։ Որը կարող է այդ բռնկման ռիսկի աղբյուրը հանդիսանալ։ Արդյոք դա կարող է լինել օրինակ ճանապարհների հարցը, նույն Սյունիքի համատեքստում։ Մինչև երկրորդ մասին անդրադառնալ, եկեք առաջի մասի վերաբերյալ մի քանի բան ավելացնենք։ Տեսեք, բոլորը խոսում են այդ խաղաղության պայմանագրին նպաստելու ցանկության մասին։ Եվ ընդհանրապես ցանկությունները լավ բան են։ Ցանկություններից ծնվում են շատ այլ գործողություններ։ Բայց ես կարծում եմ, որ այս պայմանությամբ ամենամեծ խնդիրը հենց նրանում է, որ կողմերը եւ եկեք իմաստնավորի խոսենք, հա, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, որտեղ Ռուսաստանը ուղղակի չունի այդ ցանկությունը խաղաղության, դրա մասին քիչ առաջ խոսեցի։ Այդ ցանկությունը գոնե հայտարարությունների մակարդակով դե բաղ չեն հայտարարում, մենք Հարավային Կովկասում ուզում ենք տեսնել պատերազմ։ Դե մի տենց հայտարարություն չեն անում, էլի մարդիկ։ Հիմա Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը շատ կարեւոր է, որ այդ ցանկություններից անդին պատրաստ են քաղաքական էներգիա եւ ռեսուրսներ ծախսել այդ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Դա կարա լինի ֆինանսական ռեսուրսներ, դա կարա լինի տեխնիկական ներգրավվածություն, դա կարա լինի, հասկանում եք, ժամանակը վաղուց հասունացել է, որ այս տարածաշրջանը ուշադրության արժանանա ոչ միայն հայտարարությունների մակարդակով։ Ու այս փուլում դա աները շատ ավելի հեշտ է, քան եթե Աստված մի առաստ լինի որևէ էսկալացիա, այդ էսկալացիան նորից բերել վերահսկելիության դաշտ։ Միշտ ցանկացած պարագայում կանխարգելել էսկալացիանը շատ ավելի քիչ քաղաքական էներգիա պահանջում, քան այդ էսկալացիայի հետևանքները վերացնել։ Հիմա ինչ վերաբերվում է ռիսկի աղբյուրը կարող են ճանապարհներ լինել։ Ռիսկի աղբյուրը որը կարող է լինել, տեսեք, Ադրբեջանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որում առաջի դեմքի մակարդակով է հայտարարել, որ ինքը չունի նպատակ էսկալացիայի գնալու, ինքը չունի նպատակ պատերազմի գնալու։ Հիմա իհարկե ինձ բնականաբար կարող են հակադարձել, ինչ Ադրբեջանի ասացին է հավատում, չէ, դրան չեմ հավատում, ուրիշ բան եմ ուզում ասել։ Որն է, ով ինձ կարա բացատրի, որն է լոգիկան մի կողմից հայտարարելու, որ այլևս չկա ուրեմն որևէ հարց պատերազմով լուծելու մտադրություն, բայց դրան զուգահեռ գնալ եւ պատերազմի բանով հակամարտությամբ լուծել կոմունիկացիաների բացազատման խնդիր։ Այս մեկ։ Երկրորդ, ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում, որ իրանց համար այդքան էլ կարևոր չի այլևս այդ ճանապարհը, որ իրանք համաձայնեցրել են Իրանի հետ եւ այդ Արազի միջանցք կամ Արաքսի միջանցք ճանապարհը իրանք ուրեմն պայմանավորվել են եւ եթե Հայաստանով չկարողանան իրենց ուզածը ստանալ, կստանան Իրանով ճանապարհ։ Այսինքն այդտեղ էլ մյուս կողմից էլ Ադրբեջանը խոսում է նրա մասին, որ այդ ճանապարհը չունի էլ նշանակությունը, որը որ հենց ինքն էր ասում, որ ունի 20, 21, 22 թվականներին։ Բայց դա նշանակում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից հրաժարվել է Ադրբեջանը։ Չէ, ես նման բան չասացի։ Ես այս երկուսը ձեզ ներկայացրեցի, որոնք երկուսն էլ նվազեցնում են Զանգեզուրի միջանցքը որպես մեծ հակամարտության, այսպես պատճառ հանդիսանալու հավանականությունը, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը այսպես կոչված ճակերտավոր Զանգեզուրի միջանցքը, իսկ այս առաջարկում մենք ավելի տեղին տերմին օգտագործենք, մեղրիով անցնող ճանապարհից հրաժարվել է։ Ոչ, նա չի հրաժարվել, բայց մի կողմից ինքը հայտնում է, որ ինքը պատերազմելու չի պատրաստվում հանուն ճանապարհի, մյուս կողմից ասում է, որ այդ ճանապարհը համար այդքան էլ կարևոր չի։ Հիմա նորից եմ հարցնում, եթե ինքը ունի մտադրություն գնալու հակամարտության այդ ուղղությամբ, ինչի անում է երկու հայտարարությունները եւ ինչի է համաձայնվում այդ ներդրումային ծրագրերով Իրանով այդ ճանապարհը անցկացնելու։ Այս մեկ բլոկ։ Երկրորդ բլոկը ես կարծում եմ, որ թե Միացյալ Նահանգները, թե Եվրոպական միությունը բավականաչափ արդյունավետ աշխատանք են
անցկացրել Ադրբեջանի հետ, ցույց տալու համար, որ իրենք վճռական են դիմելու բավականին կոշտ միջոցների, եթե ուրեմն Ադրբեջանը գնա նման արկածախնդրության, Ադրբեջանը գնա ուրեմն Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք, այսպես բռնի ուժով բացելու ճանապարհով։ Եվ վերջապես 4-րդը, տեսեք, եթե Ադրբեջանը անգամ ամենայսպես ապոկալիպտիկ սցենարից ենք, հա, խոսում Ադրբեջանը այդպես բռնի ուժով գնում է, բացում է, դա դասական գորշ գոտի է դառնում։ Դա դառնում է գոտի, որը աշխարհում ոչ մեկ չի ճանաչում, դա դառնում է գոտի, որտեղ որ օկուպացված տարածք է, հա, օկուպացված տարածքներում ներդրումներ չեն լինում։ Իսկ այս կոմունիկացիոն ուղու ամբողջ իմաստը նրանում է, որ միջին միջանցքի ավելի խոշոր այսպես ենթակառուցվածքային նախագծերը կան անցնեն Ադրբեջանով այդ ճանապարհով Նախիջևանով դեպի Թուրքիա կամ Նախիջևանից նորից Հայաստան նոր դեպի Թուրքիա։ Ու այստեղ է նաև թուրքական հետաքրքրությունը, թուրքական շահը, ոչ թե Ադրբեջանը, Թուրքիայի մասին է խոսքը։ Թուրքիայի համար արտակարգ կարևոր է, որ այս ճանապարհները բացվեն եւ աշխատեն օրինական հիմքերով, որտեղ մենակ այդ տարբերակով է հնարավոր միջազգային տրանզիտ բերել այս ճանապարհներ։ Եվ ուրեմն որպայն Ադրբեջանը գնում է ուժային կարգավորման, միջազգային տրանզիտի մասին մոռացեք։ Տիրի ֆուրերը օկուպացված տարածքներով չեն անցնում։ Միջազգային բեռնափոխադրումները օկուպացված տարածքներով չեն անցնում։ Հետաքրքիր է, պարոն Քոչինյան։ Բա իսկ ինչի է իրան պետք է ճանապարհը։ Այդ ճանապարհը պետք է խոշոր հաշվով մեծ կոմունիկացիոն նախագծերը Ադրբեջան բերելու համար։ Որտեղ եթե խոսքը գնում է ընդհանրապես դեպի Նախիջևան կապի մասին, Նախիջևան կապը նա Իրանը տալիս է, ինչ խնդիր կա։ Չէ, տարածք ունենալու մասին, Թուրքիայի հետ ուղիղ կապվելու մասին։ Թուրքիայի հետ ուղիղ կապի մասին խոսք ընդհանրապես չկա, որտեղ Ադրբեջանը ինչ որ հիմա հայտարարում է այդ ճանապարհի վերաբերյալ, հայտարարում է, որ դա Նախիջևան-Ադրբեջան, այսինքն Ադրբեջան-Ադրբեջան կապի մասին է։ Իսկ այնտեղ նույնիսկ եթե մենք վաղը համաձայնվում ենք կատարել բառ առ բառ այն պահանջները, որոնք որ ներկայացնում է Ադրբեջանը, այնտեղ Թուրքիայի հետ ուղիղ կապի պահանջ ադրբեջանական կողմը չի ներկայացնում։ Պահանջների մասին հիշատակեցիք։ Ադրբեջանի պահանջները ոչ միայն չեն նվազում, այլև ավելանում են, կամ եղածները ավելի են սաստկանում։ Հիմա էլ ասում են, որ պետք է ապահովեն ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան։ Դրան գումարած գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը կար, սահմանադրության փոփոխության հարցը կար։ Սահմանադրության մասով Երևանյան երկխոսության այդ համաժողովի ժամանակ վարչապետը երբ խոսում էր խաղաղության առհասարակ մեր օրակարգի մասին, նշում էր, որ եթե այդ համաձայնագիրը ի վերջո կնքվի, սահմանադրական դատարանը դա հակասահմանադրական ճանաչի, ապա վարչապետն ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։ Եթե նման դիցուկ, նման սցենար ամեն դեպքում տեղի ունենա, արդյոք չի ստացվի, որ այս պարագայում էլ մենք էլի ադրբեջանական նախապայման ենք կատարած լինում, չէ՞ որ սահմանադրական փոփոխությունները ներքին օրակարգի հարցեր էին։ Եկեք հերթով գնանք։ Հիմա առաջինը նախապայմանները, որն ասացիք, որ սաստկացրել է եւ նոր պահանջ ադրեսեղանին ադրբեջանցիների վերադարձ, նախ սեղանին դնել հասկացությունը մի քիչ հարաբերական է, դրա մասին հայտարարելը դեռ չի նշանակում դա բանակցային գործընթացի մաս դարձնել։ Սա առաջին անգամը չի ընդորում, որ ադրբեջանական կողմը անում է նման հայտարարություն, եւ ես առաջարկում եմ տեսնել նաեւ որոշակի ընդհանրություն Հայաստանից եղող հայտարարությունների եւ դրանցի պատասխան Ադրբեջանից եղող հայտարարությունների, որոնք վերաբերում են այսպես ճակերտավոր, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքին։ Ամեն անգամ, երբ որ Հայաստանում լինում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարգավիճակի, յետ վերադարձի, իրենց նախկինում գոյություն ունեցած կառավարման մարմինների վերարտադրության որոշակի խոսակցություն, ժամերի ընթացքում դրանի պատասխան լինում է նմանատիպ խոսակցություններ։ Այստեղ անդիմադիր դաշտից է հնչում, չէ՞, դա իշխանական որևէ շրջանակից չի հնչում։ Չկա անդիմադիր դաշտ, իրաց մոտ էլ մենակ է դա, իրանք էլ տենց են կարող արձագանքել։ Հիմա իրաց մոտ ամեն ինչը տապորավարի է, հիմա տենց երկիր է, հիմա ես ձեր համար ուրիշ Ադրբեջան չունեմ։ Բայց ես առաջարկում եմ մենք նաև այդ հարթությունը տեսնենք ու նաև ֆիքսենք, որ հայտարարությունները եւ բանակցային գործընթացը տարբեր բաներ են։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, այո, այդտեղ կա այս պայմանությամբ դրված երկու նախապայման ադրբեջանական կողմից, մեկը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ինստիտուտների լուծարմանը, դրա վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունը, այդ թվում նաև Երևանյան երկխոսության համաժողովին, բավականին հստակ էր։ Հայկական կողմը առաջարկում է երկու գործընթաց անել միաժամանակ, այսինքն ստորագրել մի կողմից պրոտոկոլ, ինչ որ մի արձանագրություն, որով մեկնարկում է լուծարման գործընթացը ինստիտուտների եւ մյուսը խաղաղության համաձայնագիրը։ Սրան ըստ էության մենք դեռևս պատասխան չենք լսել ադրբեջանական կողմից։ Մյուսը ինչ վերաբերում է ձեր նկարագրած իրավիճակին, երբ վարչապետը ասում էր, որ կանենք սա, հետո սա, հետո սա, այ հետո եթե սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ չի համապատասխանում, դե գիտեք, եթե իսկապես Հայաստանի սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը
չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, ուրեմն իսկապես մենք այդտեղ պետք է մտածենք սահմանադրական փոփոխությունների Բայց չէ՞ որ այդ օրակարգը մեր ներքին օրակարգն է։ Այդ ներքին օրակարգը որոշելու է ի վերջո Հայաստանի ժողովուրդը։ Հիմա եթե Հայաստանի ժողովուրդը որոշի, որ չէ, մենք ուզում ենք գնանք պատերազմի Ադրբեջանի հետ, ուրեմն այդպես էլ պետք է անենք։ Ի վերջո Հայաստանի իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Բայց այդ ներքին օրակարգ, արտաքին օրակարգ եւ այլն, ի վերջո եթե այդ համանդրության կետը վերաբերվում է խաղաղության համաձայնագրին եւ այդ խաղաղության համաձայնագրի անհնարինությանը, այդտեղ առաջանում է քաղաքական հարց։ Հիմա մենք կարանք մեր գլուխը թաղենք հողի մեջ, ասենք, գիտեք ինչ, սա մեր ներքին օրակարգն է, մենք ոչ մեկի հետ այդտեղ չենք ուզում խոսանք։ Բայց այդ քաղաքական հարցը դրանից չի դադարում գոյություն ունենալ։ Մինչև այս պահը ոնց է լուծումը տեսնվել, հա, մենք ասել ենք կան ինստիտուտներ, կան ընթացակարգեր, որոնցով որ մենք տեսնում ենք, որ այս հարցը հնարավոր է լուծել եւ առաջարկել ենք այդ հարցը լուծել։ Բայց հիմա եթե այդ հարցը չի լուծվում այդպես, այդ հարցը չի դադարում գոյություն ունենալուց։ Կան այլ հարցի, Լավրովն էր Հայաստանում, հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում այս այցը ինչ նշանակություն ուներ։ Հայ-ռուսական հարաբերությունների ըստ իս ճգնաժամի հիմքը գիտեք որն է, որ Հայաստանը ինքն իրեն սկսել է հարցեր տալ։ Ինչի մասին։ Ինքն իրեն սկսել է հարցեր տալ, թե արդյոք ճիշտ է ընդհանրապես այն մտայնությունը, որ մենք Ռուսաստանի հետ այսպես եղբայրական երկրներ ենք, դաշնակից երկրներ ենք, որ արդյոք ընդհանրապես ճիշտ է այն մտայնությունը, որ մենք ունենք պաշտպան, արդյոք ճիշտ է այն մտայնությունը, որ մեզ Թուրքիայից ու Ադրբեջանից պաշտպանող կա։ Մենք մեզ սկսել ենք այս հարցերը տալ, ու ես նաև մեծագույն առումով տեսնում եմ, որ մենք մեզ սկսել ենք այս հարցերին պատասխաններ տալ։ Եվ հիմա Ռուսաստանն էլ այսպես ոտու ձեռ անգի ասում է, չէ, ինչ եք խոսում, իհարկե ես ձեր դաշնակիցն եմ, իհարկե ես ձեր պաշտպանն եմ, ու դավաճանա հակառակը մտածողը։ Բայց կարաս ասես դավաճան, կարաս ասես իհարկե, բայց մարտի 21 ու 22 թվականները չեն մոռանում ոչ մի կերպ։ Երբ որ բուն Հայաստանի տարածքի վրա տեղի ունենում հարձակումներ, ու մեր նորագույն պատմության ամենամութ ժամն էր ըստ էության, ամենավատ ժամն էր, ու մեր դաշնակիցը մեզ դավաճանեց։ Հասկանում եք, Արցախի վերաբերյալ կարակ ասեք հազար բան, կարակ ասեք ռուսական երաշխիքները չէին տարածվում Արցախի վրա, ռուսները մեզ տեղյակ էին պահել, որ դրանք չեն տարածվում Արցախի վրա, բայց ջերմուկը Արցախում չի։ Վարդենիսը Արցախում չի։ Իսկ այդ քաղաքները հրետանակոծվել են։ Ջերմուկը մոտ էր պաշարման վիճակին, երբ որ մենք դիմում ենք եւ ՀԱՊԿ-ին, եւ դիմում ենք երկկողմով Ռուսաստանին ու պատասխան ստանում ենք, մենք չգիտենք ձեր սահմանը որտեղ է։ Հասկանում եք։ Սա դավաճանություն է։ Հիմա հայկական կողմը եթե տալիս է այդ հարցերը ու ունի այդ հարցերի պատասխանը, քայլերը ըստ ձեզ ո՞նց են։ Ինչպես եք գնահատում։ Այսա մի վարքան կներեք, էլի կտակես այդ հարցը։ Գիտեք, ես մի շատ կողմ եմ ինքնանդրադարձ վերլուծությանը, ռեֆլեքսիային, երբ որ դու պետք է ինքդ քեզ հարցեր տաս, թե դու ինչն ես սխալ արել, ինչը կարար ավելի լավ անել, ինչ որտեղ ես հիմարություն արել։ Ես այդ ամեն ինչին կողմ եմ, եւ այո, հայ-ռուսական հարաբերությունները մենք էլ ենք լիքը սխալներ արել, բայց մենք երբեք ու ոչ մեկին չենք դավաճանել։ Իսկ այն ինչ որ Ռուսաստանը մեր հանդեպ արել է 21-ին ու 22-ին, ինչ քաղաքական ուղղվածություն ուզում ես ունեցի, ինչ արժեհամակարգ ուզում ես ունեցի, տղայականով, դիվանագիտականով, պետականով, գողականով, բոլոր հասկացություններով դա դավաճանություն է, հասկանում եք։ Հիմա ասեք ձեր հարցը։ Հիմա ես դա եմ ասում, եթե հայկական կողմը սկսել է հարցեր տալ ու ստանալ ինքն իր տված հարցերի պատասխանները, քայլերը ո՞նց եք գնահատում։ Նաև ես հիշեցնեմ, որ մեր արտաքին գործերի նախարարը Լավրովի հետ ասուլիսի ժամանակ ասում էր, որ մենք վերաֆորմատավորելու անհրաժեշտություն հայ-ռուսական հարաբերությունների չենք տեսնում։ Կային կարծիքներ, որ հենց Լավրովի այցը արդեն իսկ նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում հարաբերությունների այսպես մեղմացում է դիտարկվում։ Այն որ հիմա Ռուսաստանը սկսել է օգտագործել բոլորովին ուրիշ գործիքակազմ, դա տեսանելի է անձեն աչքով։ Եթե նախկինում հիմնական այդ խոսույթն էր Աքուդավիձենից, իսկ ուր պետք է դուք գնաք, հիմա այդ խոսույթը փոխարինվել է շատ ավելի մեղմ, շատ ավելի այսպես նվերներ եւ լավ բաներ մեզ խոստացող խոսույթով, որը նույնպես ռազմավարությունը, մարտավարությունը, որը Ռուսաստանը օգտագործում է։ Հիմա մեր եզրակացությունը այս ամեն ինչից որը պետք է լինի։ Ես կարծում եմ, որ այն հարցերը, որոնք որ մենք որպես հասարակություն մենք մեր առջև բարձրացնում ենք եւ պատասխանում ենք, դա հենց այն ճիշտ ուղղությունն է, որը որ պետք է շարունակել գնալ։ Սա չի նշանակում, որ մենք մեր բոլոր հարաբերությունները պետք է կտրենք Ռուսաստանի հետ, չգիտեմ, վաղներ Ռուսաստանին պատերազմ հայտարարենք։ Բացարձակապես դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ մենք պետք է ֆիքսենք, որ այն մտայնությունը, որը եղել է տարիներ շարունակ Հայաստանում, որ ռուսն է մեր տերը, որ ռուսն է մեր պաշտպանը, ինքը սխալ էր, վնասակար էր եւ ինքը մեզ բերեց հասցրեց այն կոտրված տաշտակին։ Ռուսաստանը պետություն է, հսկա պետություն է, հզոր պետություն է, մեծ պետություն է, որը որ հարավային Կովկասից որևէ տեղ չի գնալու, չի անհետանալու եւ որից մենք պետք է շարունակենք աշխատել։
Բայց հենց այդ է դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը նաև այստեղ, որ դու պետք է հասկանաս, որ Ռուսաստանը քո կենտրոնը չի։ Ռուսաստանը քեզ շրջապատող բազմաթիվ կենտրոններից մեկն է։ Եվ ինչպես Նյու Դելին է ուժային կենտրոն, ինչպես Բրյուսելն է ուժային կենտրոն, ինչպես Վաշինգտոնն է ուժային կենտրոն, ինչպես Անկարան է ուժային կենտրոն, ճիշտ այդպես է Մոսկվան է ուժային կենտրոն։ Լավ, պարոն Քոչինյան, ամփոփում ենք զրույցը, բա ինչու մենք չենք կարողանում համոզել կամ համոզիչ լինել Ռուսաստանի համար, որ մեր վարած քաղաքականությունը ոչ թե ընդդեմ իրենց է, այլ դիվերսիֆիկացիայի։ Տեսեք, Լավրովը հայտարարում է Ֆրանսիայի մասով։ Օրինակ ասում է, մենք ինքնիշխան պետություն ենք եւ ցանկացածից կարող ենք զենք ձեռք բերել, բայց չի մոռանում հիշեցնելու իր ձևակերպմամբ, որ Ֆրանսիան իրենց համար ընկալվում է քաղաքական առումով թշնամական երկիր։ Դրան զուգահեռ մեր արտաքին գործերի նախարարը հստակ շեշտադրում է, որ մենք չենք վերաֆորմատավորելու հայ-ռուսական հարաբերությունները։ Ինչու մեր կողմը չի կարողանում հասկանալի դառնալ, որ սա ուղղակի դիվերսիֆիկացիա։ Մենք այստեղ չենք խոզում հարաբերությունները, մենք այստեղից կարողանում ենք զենք ձեռք բերել։ Շատ լավ, որովհետև ուղղակի դիվերսիֆիկացիան հենց Ռուսաստանի շահերին դեմ է, իրենց ընկալմամբ։ Որովհետև Ռուսաստանը ինքն իրեն ընկալում է մի կայսրություն, մեզ ընկալում է իր գաղութ։ Գաղութը, երբ որ սկսում է դիվերսիֆիկացիա անցկացնել, երբ որ սկսում է անկախության գործընթաց, այդ գաղութին ի՞նչ է պետք անել, պետք է պատժել, պետք է սաստել, հասկանում եք, այստեղ է, որ այս կատեգորիաների մեջ է խնդրեմը, որ երբ որ մենք խոսում ենք դիվերսիֆիկացիայից, որը այսպես առաջին հայացքից շատ անմեղ քաղաքական օրակարգ է, որևէ մեկի դեմ ուղղված չի, Ռուսաստանը այդ հենց այդ դիվերսիֆիկացիա բառը լսում է, աչքերը սենց կարմրում են, լոզերը սկսում են գնալ այդ ներվայնությունից, հասկանում եք, որովհետև դա հենց իր ընկալմամբ հենց իր դեմ քաղաքականությունն է, որովհետև դու ի՞նչն ես դիվերսիֆիկացնում։ Դու դիվերսիֆիկացնում ես քո կախվածությունը նախկին մետրոպոլիայից։ Իսկ գաղութին դա չեն ներում։ Եվ քանի դեռ Ռուսաստանը շարունակում է մեզ ընկալել գաղութ, դա դեռ տևելու է, ինքը սրան դեմ է լինելու եւ ակտիվորեն պայքարելու է սրա դեմ։ Հիմա նորից եմ ուզում ասել, ինչն է սրա լուծումը, որն է սրա հակաթույնը։ Շարունակել նույն ոճով աշխատել, զարգացնել հարաբերությունները մնացածի հետ, չխոսելով հարաբերությունների կտրման մասին Ռուսաստանի հետ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Արեգ Քոչինյանն էր, կհանդիպենք։